Սիրելիներս, ես այսօր ուզում եմ խոսել մի բանալի մասին, որը մեզ օգնում է մեր կյանքը երկրի վրա ապրել հաղթական ձևով։ Երևի դուք մտածում եք, այս ինչ բանալի է։ Դա այն բանալին է, որը Հիսուսը սատանայի ձեռքից վերցրեց ու փոխանցեց ամեն հավատացողին։ Ու Աստված ուզում է, որ այդ բանալին դու էլ ոչ մեկին չտաս, որտև այդ բանալին քոնն է, ամեն, որտև դու ունես իշխանություն գործածելու այդ բանալին։ Ու հիմա ես կկարդամ, դուք կգրահեք, որ բանալին է։ Ուրեմն առաջ սկզբից բացենք Արաքած գիրքը 25-րդ գլխի 28-րդ համարը։ Այստեղ գրված այսպես. շատ քանդված անպարիսպ քաղաք է այն մարդը, որ չի զսպում իր հոգին։ Քանդված անպարիսպ քաղաք է այն մարդը, որ չի զսպում, այսինքն չի հսկում, չի կառավարում իր հոգին։ Իր հոգին, մյուս թարգմանությունը ասում է իր միտքը։ Դուք պատկերացնում եք, երբ մենք անցնում ենք ինչ-որ մի քաղաքի մոտով, որը մի ժամանակ եղել է շատ հանրաճանաչ, այսպես քաղաք, ու տեսնում ենք իր պարիսպները քանդված են, տեսնում ենք, որ նա արդեն էլ քաղաք չէ։ Այնտեղ ինչ ասես, ինչ գազան բան մտնում է։ Աստված տեսեք իզուր չէ, որ նմանեցնում է քաղաքը մարդու մտքի հետ։ Քաղաքը մարդու բանականության հետ։ Ու մենք գիտենք, որ քաղաքը ունի պարիսպներ։ Հին ժամանակներում ամեն մի քաղաքը պարիսպներով շրջապատված էր, որպեսզի կարողանա պաշտպանել թշնամիներից։ Եվ ամեն մի քաղաքը իհարկե ունի դարպասներ։ Ու այդ դարպասները գիշերը փակվում էր, առավոտը բացվում էր։ Ու բացվում էր նրանց համար, ովքեր գալիս էին այդ քաղաք, թշնամիների առաջ փակվում են այդ քաղաքը։ Հիմա դուք կարող եք պատկերացնել, որ մեր մտածելակերպը, մեր բանականությունը, մեր երևակայությունը նման է այդ քաղաքի։ Այդ քաղաքին է նման, որը պատեր ունի, որը դարպասներ ունի։ Ու տեսեք ինչ ասում Աստծո խոսքը, որ ինչպես քանդված անպարիսպ քաղաք է այն մարդը, որ չի զսպում իր հոգին։ Գիտեք, ամենակարևորը դա մարդու միտքն է, իր երևակայությունը, իր մտածելակերպը։ Այսօր մինչև որ ես բարձրացա այստեղ, արդեն այստեղից հնչեց մի քանի խոսք, որը ասում էր մտքի կարևորության մասին։ Ամեն, գիտեք ինչու է կարևոր, որտեղ Աստծո խոսքը ասում է այսպես, որ ինչպես է մարդը մտածում, այդպես էլ նա ապրում է։ Ինչպիսի մտքեր ունի, ինքը ուղիղ այդպիսինն է։ Հասկանում եք, մի ուրիշ տեղ էլ Արաքացի 16:32-ում տեսեք ինչ է գրված։ Գրված է երկայնամիտը զորավորիցը լավ է։ Եվ իր հոգին զսպողը քաղաք առնողիցը։ Պատկերացնում եք, երբ քաղաքները նվաճում են, բոլորը այդ մարդկանց հերոսներ են անվանում։ Բայց Աստծո խոսքը մի ուրիշ բան ասում, ասում այն մարդը, ով որ կարողանում է իր հոգին, իր միտքը զսպի, նա առավել է, քան ուղակի քաղաք առնողը։ Ամեն, զորավոր մարդկանցով մենք հիանում ենք, քաջերով մենք հիանում ենք, բայց ասում է երկայնամիտը ավելի լավ է, քան ուղակի զորավորը։ Այստեղ ինչ որ շատ կարևոր գաղտնիք կա մեզ համար, սիրելիներս։ Ինչու, որովհետև Աստված ուզում է, որ ամեն մեկը, ով որ Աստծո ծնվել է, նա կարողանա իր միտքը կառավարել։ Մենք անցած կիրակի օրը այստեղից լսեցինք շատ կարևոր խոսք, որը նշանակում էր, որի միտքը սրանում էր, որ նորը չի կարող ապրել հինի մեջ։ Ու մենք գիտենք, որ Աստված ամեն մեկով որ հավատում Աստծուն, դարձնում է նոր մարդ։ Դարձնում է նոր մարդ։ Ու Աստված այդպես ասում, հները գնացին, հիմա ամեն բան նոր է։ Հաճախակի քրիստոնյաները նայում են իրանց անցուդարձին ու ասում են, Աստված ասում է, ես նոր մարդ եմ, բայց իմ կյանքում ոչ մի նոր բան չկա։ Մարդիկ հավատում են Աստծուն, գալիս են եկեղեցի, բայց երբ իրանց կյանքում դժվարություններ են հանդիպում, մարդիկ չեն հասկանում, նեղանում են Աստծուց, վիրավորվում են եւ նաեւ հիասթափվում են։ Գիտեք, մեր Աստված հաղթող Աստված է, ինչ որ նա անում է հիասքանչ ձևով, կատարյալ ձևով։ Մենք պետք է ինչ որ բաներ ըմբռնենք, որովհետեւ շատ կարեւոր է, որ մենք ճիշտ ձևով մտածենք, մենք ճիշտ ձևով մտածենք, այս բանը շատ կարևոր է։ Հիմա տեսեք, ինչպիսի տեսակի միտք կա, բանականություն կա, կան այդպիսի ցրված մտքեր, ցրված,
ու ծրված միտք ունեցող մարդը դա այն մարդն է, որ ինքը թույլ է տալիս, որ իր բանականության մեջ այսպես, որ ասում են անցողիկ բակ լինի, քամին գա ու գնա, այսինքն թշնամին ինչ ուզենա բերի։ Պարզում է, որ Աստված, որ մեզ տվել է իշխանություն, նա տվել է այդ իշխանությունը ամենակարևորը մեր մտքի վրա, որ մենք իմանանք ինչ ենք մտածում, մտածենք ճիշտը եւ մերժենք սխալը։ Ամեն։ Երբեմն մարդիկ ասում են, բա ինչու տարբեր տեսակի մտքեր են գալիս։ Այո, տարբեր տեսակի մտքեր են գալիս են դրսից, վատ մտքեր, չար մտքեր, վախ, այսպես ներշնչող մտքեր, ամեն տեսակի մտքեր կարող են գալ, ատելության մտքեր, բայց դա չի նշանակում, որ մեր միտքը, մեր բանականությունը դա աղբիաման է։ Հասկանում եք։ Դու ես ընտրում, ինչ ես դու մտածում, ու դու ես որոշում, ինչի մասին պիտի չմտածես։ Ամենակարևոր բանը գիտեք որտեղից է սկսվում, երբ մեզանից ամեն մեկը հասկանում է, գիտակցում է, որ ով է նա Հիսուս Քրիստոսի մեջ։ Հետաքրքիր է, որ Հովհաննեսը իր ավետարանի մեջ 8:32 համարում, սա այն համարն է, որը մենք անգիր գիտենք, որտեղ Հիսուսը հրեաներին մի բան է ասում. կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ձեզ ազատ կանի։ Հիսուսը չէր ասում, երբ դուք լսեք ճշմարտության մեջ, ուղղակի իմանաք, ինչպես գաղափար, այլ գրված է, կճանաչեք ճշմարտությունը։ Ճանաչել ճշմարտությունը նշանակում է հավատաք այդ ճշմարտությանը, հասկանաք այդ ճշմարտությունը, ընդունեք այդ ճշմարտությունը։ Ու ասում է, երբ դու ընդունես այդ ճշմարտությունը, ճանաչես, այդ ճշմարտությունը քեզ կդարձնի ազատ։ Ամեն։ Ու մենք գիտենք, որ ճշմարտությունը դա ուղղակի ոչ գաղափարը, ոչ փիլիսոփայությունը, ճշմարտությունը անձ է, Քրիստոսն է։ Ու երբ մենք ճանաչում ենք ով է նա, ինչի համար է նա եկել այս աշխարհ, ինչը արելն է մեզ համար, այն ժամանակ կյանքերը փոխվում են։ Ամեն։ Ու գիտեք, մենք կարող է շատ լսենք Աստծո խոսքերը, շատ լսենք, բայց երբ մենք այդ խոսքից չենք ստանում մեզ համար ինչ որ մի հայտնություն մեր կյանքի համար, այսինքն Աստծո խոսքը չի դառնում կենթանի մեզ համար, չի դառնում այսպես հեղինակավոր մեզ համար, մեր կյանքը չի փոխվում։ Ես մի օրինակ բերեմ իմ շատ օրինակներից, որ այդ օրինակը շատ տպավորիչ է, որովհետև ես նոր քրիստոնյա էի ու այն ժամանակ Աստվածաշունչը այդքան լավ չգիտեի ու ասեմ ձեզ, որ շատ ուժեղ վախի հարձակման տակ էի։ Շատերը օրինակ երբ մոտենում են Հիսուսին, իրանք վկայում են, որ այդպիսի բաների միջով անցնում են։ Պատկերացրեք ամեն անգամ, որ պարկում եք քնել, դու հոգնած ես ուզում ես քնել, բայց գիշերը ինչ որ այսպես դիվային հարձակում է գալիս ու կարծես քեզ խեղդում է այսպես։ Ու դու գիշերվա այդ երազմիջ դա կոչվում է պարալիզացում, որ դու չես կարողանում ոչ մտածել ու մի բան գիտես, որ Հիսուսի անունը պիտի տաս, ու էդ էլ չես կարողանում, բայց երբ կարողանում ես, արդեն արթնանում ես սառը քրտինքի մեջ, սիրտդ այսպես խփում է, չգիտեմ, ուժեղ ու չես հասկանում ոնց դրանից պրծնես։ Պատկերացրեք, որ ես հավատում եի Հիսուսին, ես Հիսուսին սիրում էի, բայց ինձ պակաս էր մի հայտնություն, ինչ արել Հիսուսը ինձ համար։ Պատկերացրեք ամեն անգամ, որ ես պատրաստվում էի քնելու, ես սարսափ եմ վերապրում, որ նորից այդ բաները պիտի կատարվի, ու ամեն անգամ այդ բաները իրականում կատարվում են։ Ու դա ավարտվեց այն ժամանակ, երբ դա եղել է երևի 80-ական թվականների վերջը, երբ մի անգամ միտեղ հրավիրեցին մի ընտանիք, որպեսզի մենք նայենք տեսանյութ, այն ժամանակ այսպիսի մեծ բաներ են, այո, լենտաներ են ու բաներ, մագնիտոֆոններ են, վիդեոմագնիտոֆոններ, ու մենք լսում ենք քարոզը մի քարոզիչի Քրիստոսի արյան մասին։ Գիտեք, ես շատ ուշադիր լսում եմ, ու ես գիտեք, երբ դու ուշադիր լսում ես, Սուրբ Հոգին սկսում է քեզ հետ աշխատել։ Երբ դու ուշադիր լսում ես, գիտեք, ես ձեզ մի բան ասեմ, որ իրականում շատերը ունեն խնդրեմ ցրված մտքի հետ։ Երբ լսում ենք, ուզում ենք լսել քարոզը, մենք տեսնում ենք, որ մեր միտքը փախնում է ստեղ-ընդեղ։ Մենք ստեղ ֆիզիկապես նստած ենք, բայց մենք իրականում ներկա չենք։ Աղոթքի ժամանակ մարդիկ շատերը վկայում են ու ասում են.
Երբ ես սկսում եմ աղոթել, ինձ այնքան դժվար է կենտրոնանալ, իմ միտքը անդադ ցրվում է։ Ու դուք պետք է մի բան իմանաք, որ կա մեկը, ով որ ուզում է, որ դու չկենտրոնանաս ճշմարտության վրա, որովհետև ճշմարտությունը պիտի քեզ ազատ արձակի։ Ամեն։ Ու ես կենտրոնացած լսում եմ այդ քարոզը։ Ես լսում եմ քարոզը ու ես հասկանում եմ, որ Աստված ինչ որ բան անում է իմ սրտի հետ, որտեղ նա խոսում էր արյան Քրիստոսի արյան մասին, որ Քրիստոսի արյունը թափվել է մեր մեղքերը ջնջելու ու մեզ պաշտպանելու համար։ Ու բերեց մի խոսք, որը ժողովրդի գրքում գրված է, որ երբ դու քանդես ցանկապատը, այո, երբ դու քանդես ցանկապատը, օծը կկծի քեզ։ Դուք պատկերացնում եք, ցանկապատը դա մեր միտքն է։ Ու ասეთ, երբ դու քանդես, այսինքն երբ դու սխալ ես մտածում, օծը գալիս է, որպեսզի քեզ հարվածի։ Ու այդպես շարունակ, ես ուշադիր լսում եմ քարոզը, ու ես տեսնում եմ այդ պահին, ով որ ինձ հետ նստած էր այդ բնակարանում, այդ սենյակում, ինձ համար գոյություն չունեն, որտեղ ես եւ այդ խոսքը, որը Հիսուսին դարձնում էր ինձ համար շատ կենթանի ու շատ իրական։ Գիտեք, ես լսում էի ու իմ մտքիս մեջ փոփոխություն տեղի ունեցավ։ Ես ճանաչեցի, ինչ է արել Քրիստոսի արյունը ինձ համար։ Գիտեք, այդ պահին ես ոչ աղոթել եմ կամ ինձ համար ոչ մեկը չի աղոթել, բայց ես վերապրեցի ազատություն այդ սարսափելի վախից։ Ու պատկերացրեք, որ ես երբ պիտի վերադառնայի տուն, այն ժամանակ ճանապարհները այսպիսի չեն, մութ են, շներն են հաչում, ու ինձ մի քանի հոգի ասեցին, եկեք քեզ ճանապարհենք։ Ասեցի, ինձ պետք չէ ճանապարհել, ես այլևս չեմ վախենում։ Այն ժամանակ վերելակը չէր աշխատում ու ես եկամ առաջ, ես ապրում եմ 6-րդ հարկում, որ բարձրանում է ամեն մի հարկը, ինձ թվում էր, որ իրականում ասում են, որ վախի աչքերը շատ այսպես մեծ են։ Ինձ թվում էր, որ այնտեղ ինչ որ մեկը կանգնած է, պետք է կամ ինձ հարվածի, կամ ինձ սպանի, կամ իմ եղածը գողանա իմ ձեռքից, այսպես սիրտս անդադ խփում էր այդ վախից։ Այս անգամ մութ էր, նույն իրավիճակն էր, նույն մուտքն էր, բայց ինչ որ բան փոխվել է իմ մեջ, որովհետև ես ճանաչեցի այն ճշմարտությունը, որը Աստված ուներ ինձ ազատագրելու համար։ Ես բարձրացա, ես եկա իմ հարկը այնպես մի քիչ երկար է, առաջ ես մտածում եմ երևի այնտեղ ինչ որ մեկը կանգնած է, ինձ կվնասի, արագ բացում եմ դուռը, այս անգամ շատ հանգիստ։ Ես գիտեի, որ ես պաշտպանված եմ, Քրիստոսի արյունը թափվել է ինձ ազատելու համար։ Հանգիստ բացեցի իմ դուռը, մտա, ու գիտեք ինչ, իմ ներսում ինչ որ մի բան փոխվել է, որովհետև եկել է ճշմարտությունը ու քանդել է այդ վախի ազդեցությունը, այդ վախի գերությունը իմ կյանքի վրայից։ Դե պարզա, որ այն ժամանակ հոսանքը չկար, մի փոքրիկ մոմ վարեցի, անկուղին ես փռեցի այսպես, ու գիտեք ինչ, իմ ներսում ես գիտեի, որ Աստված ինձ հետ է, որտեվ խոսքի հայտնության միջոցով Քրիստոսը այնքան իրական դարավ ինձ համար։ Ես պարկեցի ու գիտեք այնքան հանգիստ էի, ու ես գիտեի, որ այլևս ոչ մի դև չի կարող ինձ գիշերը անհանգստացնել։ Մի վերապրում էլ ունեցա, որ իմ կողքի պատուհանից ես այդպես իմ հոգում տեսա, որ դևերը այնտեղ մանր-մոնոր դևերը հավաքված են, որպեսզի մտնեն ներխուժեն այդ պատուհանի միջից իմ բնակարանը, բայց չեն կարողանում, որովհետև ինչ որ բան փոխվել է իմ մեջ։ Դուք պատկերացնում եք, ու ես հենց նայում եմ, հոգուս մեջ ես տեսնում եմ դևերին, ու իմ ներսում հենց կարծես ծիծաղում է, որ դուք ոչ մի բան չեք կարող անել, որովհետև ես արդեն գիտեմ Քրիստոսը ինչ արել ինձ համար։ Գիտեք, մենք շատ անգամ Աստծո մասին ունենք գիտություն, ուղղակի ինչպես տեղեկություն, բայց Աստծո խոսքը ուղղակի տեղեկություն չէ, ինֆորմացիա չէ։ Աստծո խոսքը կյանքով, հոգով լցված է, ու Աստված ուզում է, որ այդ կյանքի հոգու զորությունը մեզ լցնի։
որ մեզանից ամեն մեկը ոչ թե ուղակի իմանալով իմանա, այլ իր հոգում ունենա հայտնություն, ճանաչի ով է Քրիստոսը եւ ինչ է արել մեզ ազատագրելու համար։ Ու ես ձեզ ասեմ, դա եղավ այն բանը, որ իմ վերապրումը ես երբեք չեմ մոռանա, դրա համար այսօր ես վկայում եմ ձեզ դրա մասին։ Ու նրանք, ովքեր այսօր ձեզանից ունեն այդպիսի պարալիզացման ազդեցություն դիվային գիշերը, այսօր մենք կաղոթենք, որ դա քանդվի ձեր վրայից։ Եթե կա ինչ որ մեկ այստեղ, ովքեր վախի ազդեցության տակ են, այսօր այն օրն է, որ Աստված ուզում է քանդել ու ազատել։ Դուք ուղղակի բաց եղեք, որտեղ Աստված գալիս է, որպեսզի մեզ ազատագրի։ Ամեն, գիտեք, ու Աստված մեզ տվել է նոր միտք, որտեղ խոսքը այդպես ասում, որ մենք ունենք այսօր Քրիստոսի միտքը, ու մենք գիտենք, որ Հիսուսի գլխի վրա հագցրել են այդ պշեպսակը ու ոչ թե ուղղակի դրել են, այլ այսպես դրել են այդ գավազանով էլ մի զինվորը այդպես խփել է, այսինքն այդ սուր փշերը մխրճվել են Հիսուսի այս գլխի այս մասի մեջ եւ արյուն էր գնում։ Դա գիտեք, այդ արյունը պարապ տեղը չի թափվել, այդ արյունը թափվել է քո միտքդ գնելու համար, ազատելու համար, բժշկելու համար, քո միտքը, որ քո միտքը չդառնա սատանայի համար մի գործիք, որովհետև սատանան ինքը միշտ աշխատում է մարդկանց մտքի վրա։ Մեր միտքը, մեր բանականությունը, մեր երևակայությունը, մեր մտքերը մեր մասին, դա սատանայի համար թիրախ է։ Ու երբ իրան հաջողվեց մեր հայացքը Աստծո ճշմարտությունից մի քիչ թեքել, այն ժամանակ մենք դառնում ենք իր համար խոցելի։ Բայց երբ մենք գիտենք, ով ենք մենք Քրիստոսի մեջ, մենք գիտենք, ոչ թե ուղղակի լսելով լսել ենք, այլ գիտենք այնպես, ինչպես գիտենք, որ այն բնակարանը, որտեղ մենք ապրում ենք, դա մերն է, որ այն ծնողները, ում ազգանունը մենք կրում ենք ու հայրարնունը, մեր ծնողներն են, օտարը չեն։ Հասկանում եք, բաներ կան, որ եթե մեկը գա քեզ համոզի, որ դա այդպես չէ, դու կծիծաղես։ Մեզ այդպես պետք է համոզիչ ձևով ճանաչել, ինչ արել Քրիստոսը մեր յուրաքանչյուրի համար։ Ոմանց համար Քրիստոսը ուղղակի այսպես մի վերացական անձնավորություն է, հա, ինչ որ բան արել է, եւ իրանց կյանքերը չեն փոխվում։ Քրիստոսը եկավ այս աշխարհ, որ որակյալ փոփոխություն բերի ամեն հավատացողի կյանքի մեջ։ Բայց սատանան ինչ արեց։ Նա հոգևոր կյանքը վերածեց կրոնի, այսինքն ձևականությանը, այսպես արտաքին մի մակերեսային բանի։ Բայց այն ինչ որ արեց Քրիստոսը, լի է զորությունով, որ կարող է ազատագրել ամեն կապվածին։ Դրա համար այնքան կարևոր է, որ մենք տեր կանգնենք մեր մտքին, որովհետև քո միտքը ռուսերենում ասում են «непроходной двор», անցողիկ բակ չէ, որ ով ուզի այնտեղով անցնի, ինչ ուզի անի։ Դու պետք է գնահատես քո բանականությունը, աղբի աման չի, որ ինչ ասես անմաքուր, ինչ որ վատ բաներ լինի ու ուղակի գա։ Մի մարդ լավ արտահայտություն արեց ու հաճախակի ես դա օգտագործում եմ։ Նա ասեց, մենք չենք կարող արգելել թռչուներին թռնել մեր գլխի վրայով, չենք կարող, բայց մենք կարող ենք արգելել, որ մեր գլխի վրա իրանք բունտ դնեն։ Հասկանում եք։ Բայց երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ թշնամուն հաջողվել է լավ էլ բուն դնել, լավ էլ այրադրոմ պատրաստել, որ իր այսպես բանը օթանավերը բերում է ու լավ վայրեջ կա կատարում, որովհետև այդ տեղը իր համար պատրաստված է, բայց դու գնված ես շատ թանկ գնով, Քրիստոսի արյունով, ու ինչպես դու մտածում ես, այդպես էլ դու ապրում ես։ Այստեղ պետք չէ, գիտնականները իրանք այսօր այդ բաները ասում են, բայց Աստծո գիրքը, Սուրբ գիրքը վաղուց է դրա մասին խոսում, որ մարդու կյանքի որակը ուղիղ կախված է նրանից, ինչպես նա մտածում է։ Եթե մարդը մտածում է, որ ինքը խեղճ է, ինքը ունի խեղճի տեսք ու ինքը խեղճի պես ապրում է։ Ինքը չգիտի, որ Աստված իրան սիրում է, ինչքան թանկ է նա Աստծո համար։ Եթե մարդը մտածում է, որ իրան ոչ մեկը չի սիրում,
ինքը այդպես մերժված, չսիրված էլ ապրում է, ու անգամ թույլ էլ չի տալիս, որ երբ մեկը սիրում է, այդ սերը ինքը ընդունի, որտեվ սատանան խաբել է։ Սիրելիներս, երբ հնչում է Աստծո ճշմարտությունը, քանդում է սատանայի սուտը, այսպես բացահայտում է իր սուտը։ Ամեն, մենք արդեն գնված ենք շատ թանկ գնով Քրիստոսի արյունով, մեր հին գերության կյանքից, մեղքի գերության կյանքից։ Բայց Աստված ուզում է, որ մենք չապրենք ինչպես առաջվա մարդ, ինչպես այդ հին տիկի մեջ եղածը, հասկանում եք, եւ ինչ պետք է դրա համար անել, սիրելի եղբայրներ եւ քույրեր, դրա համար պետք է վերցնել պատասխանատվություն այն ազատության համար, որ Քրիստոսը քեզ համար տվել է, պատասխանատվություն պետք է վերցնել։ Երբեմն քրիստոնյաները այսպես ասում են, որ առաջ Աստված արագ պատասխանում էր իմ աղոթքներին, առաջ հրաշքներ էր լինում իմ կյանքում, առաջ այնքան հեշտ էր ինձ այսօր հետ քայլել, բայց հիմա կարծես որ Աստված ինձ թողել է, բայց հիմա այնպես չէ, ինչպես որ առաջ էր։ Գիտեք ինչ, ես դες մի բան ասեմ, որ հոգևոր կյանքը շատ նման է ֆիզիկական կյանքին։ Երեխան, որ ծնվում է, նա նորածին է, եւ ծնողները իրան օգնում են, մինչեւ նա դառնա հասուն։ Ամեն։ Ինչ են անում, իրենք կերակրում են, հագցնում են, ջերմություն են ապահովում, պաշտպանություն են ապահովում, ու դա կլիներ աննորմալ, եթե երեխան արդեն պատանի է, բայց ծնողը էլի գտալով իրան կերակրում է։ Նշանակում է, որ երբ մարդը ֆիզիկապես արդեն հասունանում է, ինքը պետք է վերցնի պատասխանատվություն, որ ինքը ուտի, որ ինքը հագնվի, ինքը իր մարմինը լվա, ինքը ինքնուրույն լինի, որպեսզի քայլի ազատության մեջ։ Որտեվ ազատությունը դա այն բանը չէ, որ արա ինչ որ ուզում ես, ինչ որ խելքիդ փչում է, ոչ։ Ազատությունը ճշմարիտ, դա այն դու վերցնում ես պատասխանատվություն անել այն ինչ որ ճիշտ է եւ մերժել այն ինչ որ սխալ է, որովհետեւ ամեն չար բան, ամեն մի մեղք, ամեն մի սխալ երևույթներ նրանք գողանում են մեր ազատությունը, որը Աստված ամենասկզբից նախասահմանել է մարդու համար ու Քրիստոսի միջոցով եկել է ու վերականգնել է։ Այս բաները շատ կարեւոր են։ Հիմա պատկերացրեք, որ քանի տարի արդեն մարդիկ այցելում են եկեղեցի, գիտեն Աստծո խոսքը, բայց կան պրոբլեմներ հարաբերությունների մեջ, կան պրոբլեմներ առողջության հետ, կան պրոբլեմներ տարբեր տեսակի, վախի հետ կապված, կամ ուրիշ բաների հետ կապված, հարց է, ինչու մարդիկ չեն փոխվում, ինչու այդ մարդը չի փոխվում, ինչու՞ն է բանը, որովհետև մարդ կա, որ ինքը արագ փոխվում է, ու դու տեսնում ես, որ այս մարդը այսպիսին էր, դարել է այսպիսին, առաջ հայհոյում էր, այսօր կարողանում է իր լեզուն զսպի, առաջ չգիտեմ ինչ վարքի տեր է, բայց այսօր ինչ լավ ընտանիք ունի, ինչ խելացի երեխաներ ունի, փոփոխությունը տեսնում ես, բայց որոշ մարդկանց կյանքի վրա, որ ասում են, каким ты был, таким остался։ Այսինքն բան չի փոխվում, ինչու, որովհետև չի փոխվում մարդու միտքը, որտեղ մարդը մտածում է առաջվա պես։ Դրա համար այնքան կարևոր է, որ մարդը ինքը իրան ճիշտ ընկալի, այնպես ինչպես Աստծո խոսքը ասում է իր մասին։ Ամեն, որտեղ եթե Աստված ասում է դու նոր մարդ ես, բայց դու ասում ես չէ, Աստված ջան, դու ոնց որ սխալվում ես, ես ինչ նոր մարդ, ես ոչ մի բան էլի մեջ չի փոխվել։ Սիրելիս, Աստված որ մի բան ասում է, ինքը չի ասում հիմնված քո եղածի վրա։ Ինքը քեզ ցույց է տալիս ինչպիսինը դու պիտի լինես։ Ամեն, դու արդեն ծնվել ես, քո էությունը, քո բնությունը աստվածային է, որովհետև մարդուց մարդածնվում Աստծուց էլ աստվածային բնությունով էակ է ծնվում։ Ամեն։ Աստծո խոսքը ասում է այդպես, ու մենք հավատում ենք Աստծո խոսքին, որտեղ Աստծո խոսքը բացարձակ ու միակ ճշմարտությունն է։ Ամեն։ Ու խնդրումը գիտեք ինչու՞մն է, որ մարդը հին մտածելակերպով, հին կարծրատիպերով պետք է իրանձը խոնարհեցնի Աստծո ճշմարտության առաջ։ Պայքարը դրա դեմ է գնում։ Ու այն մարդիկ, որ իրանց անձը չեն խոնարհեցնում, սատանան դա գործածում է, որ այդ մարդը մնա նույնը։ Պատկերացնում եք, կան այսպիսի մտածելակերպել,
ավելի ճիշտ միտք, շատ пассив, ծույլ, դանդաղ, որ լսում է Աստծո խոսքը ու ասում է, դե լավ է, էլի լավ է հնչում, բայց ու ինքը ոնց կա, տենց էլ մնում է, հասկանում եք, կա շատ ակտիվ միտք, ճկուն, Արակացի մեջ միտեղ էլ գրված, ասում է ժիր մարդկանց տեսել եք, իրանք հասարակ մարդկանց առաջ չեն կանգնի, իրանք թագավորների առաջ պիտի կանգնեն, ժիր մարդկանց։ Դրա համար Աստված ուզում է, որ մեր մտքում մենք ժիր լինենք, ակտիվ լինենք, արագաշարժ լինենք։ Աստված ասում է, Դավիթ ասում, Աստված մի անգամ ասեց, ես 2 անգամ լսեցի։ Այսինքն ես ուշադիր եղա դրան, որպեսզի ես ընդունեմ ինչ որ Աստված ասում է, որը վերաբերվում է ինձ ամեն։ Հիմա տարբեր տեսակի մտքեր կան, երևի մենք մեր շուրջը տեսնում ենք մարդկանց, որ շատ անհավասարակշռված են, շատ ներվային, բորբոքվող, պորտկացող, այդպիսի մարդիկ, կասկածամիտ եւ միտք կա, մտածելակերպա, որ շատ ճնշված է, ու դա երևում է մարդու դեմքի վրա։ Մարդը անընդհատ այսպես, ու դա անբնական բան է, անբնական։ Եթե աշխարհիկ մարդիկ այդպիսին են, գիտեք, ինչ որտեղ գիտես, Հիսուսին չի ճանաչում, բայց քրիստոնյայի կյանքում այդպիսի ճնշող բան մտքիդ վրա, բանականության վրա պիտի բացակայի։ Ինչու, որտեղ Հիսուսը քեզ ազատել է դրանից, Հիսուսը ազատել է։ Իհարկե ժամանակ առ ժամանակ այնպիսի ճնշումներ են գալիս, այնպիսի կռիվներ է լինում, ու գիտեք այդ կռիվը որտեղ է, մեր մտքի մեջ, շատ ուժեղ կռիվ, ու դու պետք է մի բան իմանաս, որ խնդրեմը քո մեջ չի, որովհետև երբ դու գնում ես դեպի լույսը, խավարին դուր չի գալիս, նա ամեն բան կանի, որպեսզի քո ամբողջ ներսի աշխարհը խառնի, ու այն սատանան կբերի հակառակություն այն մարդկանց հանդեպ, ում դու սիրում ես։ Նա կբերի այնպիսի կեղտոտ մտքեր, պիղծ մտքեր, որ դու երբեք այդ բաները չես մտածել ու դրանից ազատվել ես։ Ու դա ինչ է նշանակում, որ մենք թույլ ենք տալիս, որ ինչ որ դիվային ազդեցություն լինի մեր մտքի վրա։ Ամեն, ինչ մենք պետք է անենք, ինչ պիտի անենք, եկեք տեսնենք Պետրոսի առաջի Պետրոսի ուղերձը, Աստծո խոսքը մեզ շատ պարզ ասում է, մենք ինչ պիտի անենք։ Ուրեմն Առաջի Պետրոս առաքյալի ուղերձը առաջի գլխից մենք կկարդանք 13-րդ համարից։ Ու ես գիտեք ինչ եմ ուզում ասած լինել, որ այդ բաները, եթե ժամանակ է եղել, երբ ես սովորում եմ Աստվածաշնչյան դպրոց, ու այնտեղ ամեն շաբաթ օրը մենք 5 օր ենք սովորում, շաբաթ օրը ազատագրման դասեր էր։ Սովորեցնում են որոշ բաներ ու հետո աղոթում բոլոր ուսուցիչները։ Ու ես երբեք չեմ պատկերացրել, որ իմ կյանքում կլինի այն բաները, որը սենց Աստված բացահայտում էր։ Աստված ամեն մի կեղտը, որը սատանան լցրել է իմ մտքի մեջ, Աստված սենց բերում բացում էր։ Ու ես ինքս էի սարսափում, Տերում Աստված, իմ խնդրեմ ուրեմն այդ մտքերից է, իմ խնդրեմը այդ մտքերից է։ Ու երբ Աստված բացահայտում է, դու պետք է ինչ անես առաջինը, դու պետք է ապաշխարես։ Ու ոչ թե քեզ արդարացնես ու ասես Տերիմ Աստված կներես ուղղակի դա պատահական եղավ։ Եթե դու, որովհետև ասեմ ձեզ, սխալ բաներ մտածելը դա շատ վտանգավոր է, որովհետև գրված այսպես որ ամեն մի միտքը սխալ, որ մենք ընդունում ենք, ոնց որ կինը որ հղիանում է, գիտեք, չի երևում սկզբից, բայց հետո հղիությունը երևում է, ու երբ հղիությունը 9 ամսեկան է դառնում, արդեն ծնունդ է տեղի ունենում։ Հասկանում եք, չէ՞։ Միտքը անտեսանելի է, բայց շատ իրական է, շուտ թե ուշ, այն մարդը, որ ընդունում է սխալ միտք, օրինակ անհավատության, օրինակ վիրավորանքի, օրինակ մերժվածության, ատելության, ինչ որ անմաքուր մտքեր, եթե մարդը ընդունում է, դա հղիության պես է, իր մեջ այսպես հասունանում, հետո դառնում գործողություն, հասկանում եք, ու հանցագործները, որ ասում են, ուղղակի հանկարծակի ես այս մեկին սպանեցի, ոչ, հանկարծակի ոչ մի բան չի լինում, մարդիկ հղիանում են մեղքով, ու հետո այդ մեղքը ծնվում է ու մեղքը տանում է մարդուն դեպի կործանում։ Հիմա եկեք տեսնենք Պետրոս առաքյալը ինչի մասին է ասում նրանց, ովքեր արդեն
փրկված են։ Ուրեմն առաջի Պետրոսի առաջի գլխից 13-րդ համար ասում է նրա համար ձեր մտքի մեջ կգոտ է պնդած եւ զարթնացած կատարելապես հուսացեք այն շնորհքին, որ հասնում է ձեզ Հիսուս Քրիստոսի հայտնությանը։ Ինչ հետաքրքիր է, պարզվում է, որ մեր միտքը մենք կարող ենք գոտեպնդել։ Եփեսացիս 6-րդ գլխում Պողոս առաքյալը ասում է այսպես, որ ձեր մեջ կգոտեպնդեք ճշմարտությունով։ Ու երբ ասում է գոտեպնդեք ձեր մեջքը, դա ինքը բերում է նմանությունը հռոմեական զինվորի, որ բանը տաբատը ամրացնում են գոտիով եւ այդ գոտի վրա զենքերն են կախում։ Գոտին ինքը հետո մարդուն զգաստ է դարձնում։ Մի բան է մարդը առանց գոտի, մի բան է, որ գոտին ձգած է։ Դրա համար բոլոր զինվորները առանց գոտի իրանք բանակում չեն քայլում։ Գոտին այսպես ձգում են։ Պարզվում է, որ մարդը կարող է պետք է նաև իր մտքի մեջ գոտ է պնդի։ Դա ինչ է նշանակում, որ զգաստ լինես, որ թույլ չլինես, որ пассив չլինես, ցրված չլինես, որ թույլ չտաս, որ քո միտքը ինչ որ մեկը գողանա եւ ինչ որ մեկը այնտեղ բնակվի, որ քեզ է վնասում, հասկանում եք։ Ու ինչ է ասում, գոտեպնդիր քո միտքը, գոտեպնդիր, այսինքն տես ինչ ես դու մտածում, քո մասին, ինչ ես մտածում Աստծո մասին, ինչ ես մտածում դիմացինի մասին, որտեղ ինչ որ դու մտածում ես, դու դրանով լցված ես, ու դու ուղիղ այդպես էլ դու ապրում ես, հասկանում եք։ Աստված մի բան է ուզում, որ մեր այդ բացասական երևույթները մեր մտածելակերպի մեջ ուղղակի նորոգվի, տեսեք, հետո ինչ է ասում, ուրեմն առաջինը, ձեր մտքի մեջ կգոտեպնդեք, զարթնացած, այսինքն երբ մարդը քնած է, թմրած, անտարբեր է, չի կարող ինքը զգաստ լինել, այսպես իր մտքի մեջ։ Հետո ասում է կատարելապես հուսացեք այն շնորհքին, որ հասնում է ձեզ Հիսուս Քրիստոսի հայտնությունումը, հնազանդ որդկանց պես, չնմանելով այն ձեր տգետության ժամանակի առաջի ցանկություններին։ Կյանքը առանց Հիսուսի տրված էր ամեն տեսակի ցանկություններին։ Մարդը չէր կառավարում իր միտքը, ինչ գալիս էր, ասում են մտքին փչում էր, այն էլ անում էր, այն էլ խոսում էր, այն էլ այդպես էլ ապրում էր։ Բայց երբ դու արդեն գնվեցիր այս չար աշխարհից, երբ դու դուրս եկար սատանայի գերությունից, որովհետև մեղքի մեջ ապրել նշանակում է գերության մեջ լինել, կարող այդ գերությունը մարդը չի տեսնում, որ այսպես շղթաները ոտքերի ձեռքերի վրա, բայց գերությունը մտքի մեջ է։ Հասկանում եք, մարդը կարող է բանտում լինի, բայց իր միտքը ազատ լինի։ Պողոս առաքյալը բանտից մի քանի ուղերձներ է գրել, որը մեզ համար մեջշինություն է եւ օրհնություն է։ Մարդն էլ կարող է ազատության մեջ քայլի, բայց բանտը իր ուղեղի մեջ լինի, միտքը կապված լինի, որտեվ երբ մարդը անդադ մի բանի մասին մտածում է, մի բանի մասին, վայ հանկարծ բան չլինի, վայ հանկարծ սենց չլինի, վայ բա որ այս բանը սենց լի, բա որ երեխաս դուրս եկավ մի հատ մեքենա խփի, ու այսպես երևակայությունը մի հատ ֆիլմ է նկարահանում։ Հասկանում եք, ու ով է այդ ֆիլմի ռեժիսորը, պարզա ով է։ Այո, մենք պետք է Աստված ուզում է, որ մեզանից յուրաքանչյուրը կարողանա իր միտքը կառավարի, որտեվ երբ դու միտքդ ես կառավարում, դու քո ցանկություններն ես կառավարում, ու քո կյանքդ ես կառավարում, քո մարմինն ես կառավարում, ամեն։ Տեսեք ինչ է ասում, հնազանդ որդկանց պես, հնազանդ, որովհետև այն մարդը, որ անհնազանդ է Աստծո խոսքին, ինքը չի կարող, պատկերացնում եք, այդ ցանկություններից, այդ բաներից ազատվել։ Հնազանդ մենք պետք է լինենք, ասենք այո Տեր, այդ վատ բաները աշխարհիկ դեր իմ կյանքում կա, բայց ես դրանից հրաժարվում եմ, ու ես ուզում եմ հնազանդվել քո հզոր ձեռի տակ, ազատագրիր ինձ դրանից, ամեն։ Հետո ինչ ասում է, ձեզ կանչող Սուրբին պես դուք էլ Սուրբ եղեք ձեր բոլոր վարքերումը։ Եկեք մի հատ սթափվենք ու տեսնենք, ում ենք մենք պատկանում, մենք պատկանում ենք Աստծուն, ով որ Սուրբ է։ Ինչ է նշանակում Սուրբ, նշանակում է առանձնացված, մաքուր, բարձր բարոյական։ Աստված սիրում է մեղավորին, բայց Աստված բարձր բարոյական է, դա չի նշանակում, որ Աստված մեղք է գործում։ Աստված մեղավորին ազատագրում է մեղքից, որպեսզի իրան դարձնի արդար։ Ամեն։ Ու ասեմ ձեզ, ինչի ասքանջ է ապրել ազատ։
առանց մեղքից, ազատ մեղքից, ամեն մեղքից ազատ ապրել, ատելությունից ազատ ապրել, հիվանդությունից ազատ ապրել, ճնշումներից, կասկածանքներից ազատ ապրել։ Հասկանում եք, մարդիկ կան այնքան կասկածամիտ են, անգամ ճիշտ ասում ես չեն ընդունում, որովհետև արդեն տեղ կա այնտեղ զբաղեցրած մեկ ուրիշ բնակիչով։ Քրիստոնյան ունի բանալի փակի իր քաղաքի բոլոր դարբազները ու թշնամուն այնտեղ թույլ չտա։ Ամեն, որպեսզի մեր կյանքի որակը փոխվի։ Հիմա տեսեք, ասում է ձեզ կանչող սուրբին պես դուք էլ սուրբ եղեք։ Ասում են, չէ, ում հետ ընկերություն ես անում, նրան ես նմանվում։ Ասա, ով է քո ընկերը, կասեմ, ով ես դու։ Եթե դու Աստծո հետ ես շփվում, եթե Աստծո խոսքը քո աչքի առաջ է դրված, եթե Աստծո օրենքները քեզ համար հեղինակություն են, դու սիրում ես Աստծո ներկայությունը, ու դա ձև չի, քո կյանքում փոփոխություն տեղի կունենա։ Ու բոլորը այդ բանը կտեսնեն, առաջինը դու կտեսնես, որովհետև մի հիասքանչ քաղցր բան է ազատության մեջ ապրելը, որ քեզ ատում են, բայց քո ներսում մի հատ ատելության բան էլ չի բարձրանում։ Քեզ անարգում են, բայց ասում ես Տեր, ես ինչ հիասքանչ կյանք է, հա մարդիկ են էլի, բայց ինչ լավ է, որ իմ կյանքը կախված չէ, ինչ որ մեկից սիրելուց, ատելուց, պաշտելուց, անարգելուց, որովհետև գիտեմ ով եմ ես քո մեջ։ Հասկանում եք։ Մեր կյանքը չպիտի լինի ոնց որ մարդը երկու ոտքի վրա կաղում է, մեկ սենց, մեկն էնց։ Մենք պետք է հաստատուն լինենք Աստծո ճշմարտության մեջ, իմանալով ինչն է ճշմարտությունը։ Հռոմեացիս 12:2-ում էլ ասում է՝ մի նմանվեք այս աշխարհին։ Մի նմանվեք։ Սիրելիներս, մենք արդեն աշխարհիկ էինք։ Մենք աշխարհի մեջ ծնվել ենք, աշխարհի նման էինք։ Աշխարհի նման մտածում ենք։ Ես երբ փոքր էի, ես չգիտեի ճիշտը որն է, որովհետև սիրում էի ճիշտը։ Ու ասում եմ, Տեր իմ Աստված, ինչ լավ է, որ դու աչքերս բացեցիր, ցույց տվեցիր որն է քո ճիշտը։ Մարդը սիրում է սխալը, սիրում է այսպես ոնց որ ջուրը խմում են բաժակով, այդպես էլ մեղքն է խմում։ Բայց ինքը պիտի Աստծո առաջ կանգնի, բայց այդպես չպիտի լինի քրիստոնյայի կյանքում, ով որ ասում է, որ պատկանում է Սուրբ Աստծուն։ Եկեք ճանաչենք ով է մեր Աստված, նա սուրբ է, նա քեզ սիրում է, նա եկել է, որ բնակվի քո մեջ, որպեսզի այստեղից տարածի իր ամբողջ սրբությունը, քո մտքիդ մեջ, քո զգացմունքների մեջ, քո մարմնիդ մեջ, որ ազատագրի քո մարմինը ամեն սխալ բաներից, քո միտքդ, քո զգացմունքները, ամեն, որ դու լինես ազատ դրանից, ու դա շատ կարևոր է, սիրելիներս։ Հիմա շատ կարևոր է, մի օրինակ ձեզ բերեմ, որովհետև մեր միտքը իրականում կյանքի բանալի է, կյանքի, եթե մենք ճիշտ ենք մտածում, այն ժամանակ մենք ապրում ենք այդ հոգու կյանքը։ 2 Կորինթացիս 10-րդ գլխում Պողոս առաքյալը մի բանի մասին էլ է խոսում, կարծրատիպերի ու բերդերի մասին։ Ինչ են բերդերը։ Բերդերը այսպես ամուր բաներ են, պարիսպները, ու ինչի հետ է նա համեմատում այն հասկացողությունների հետ, որը Աստծուն հակառակ են, որը Աստծո սրբությանը հակառակ են, որը Աստծո օրենքներին հակառակ են։ Գիտեք, այդ պարիսպները, այդ բերդերը մեր ամեն տեսակի ազգային ավանդությունից են եկել, հեթանոսական, ընտանիքի ոչ ճիշտ դրվածքներից են եկել, սխալ բաներից, գաղափարներից, սովետի ժամանակ կոմունիզմն էր Աստվածը, ամեն բան անում են, որ պաշտեն, չգիտեմ, որոշ մարդկանց, ովքեր դաժե մեռած են, փոքր տարիքից էլ սովորեցնում են, երգում են այդ մարդուն ու երկրպագում են։ Գիտեք, բաներ են, որը ոնց որ քեզ համար դարել է սովորական ու դու չես էլ նկատում, դու դրա հետ դարել ես մեկ, հիմա դու եկել ես Աստծո լույսի մեջ ու ինչ որ բան քո մեջ խառնվում է, դու քեզ անհարմար ես զգում, իհարկե պիտի անհարմար զգաս, որտեվ Աստված քեզ հետ աշխատում, ասում է այս բանը, որ դու առաջ մտածել ես, սենցը, որ ամուսնությունը սենց բան է, դու պիտի հիմա ամուսնությունը տեսնես Աստծո խոսքի լույսի մեջ։ Ամեն, ու մնացած այդպիսի հարցերը, դա շատ կարևոր է։ Հիմա մի օրինակ բերեմ
Իսրայել ժողովրդի վրա։ Բոլորդ այդ պատմությունը գիտեք 5 կտակարանից, որ Աստված ամեն բան արեց, փրկիչ բարձրացրեց, որպեսզի Իսրայել ժողովուրդը Եգիպտոսի գերության տնից հանի։ Աստված, որ մի տեղից մեկին հանում է, չի թողնում օդի մեջ, նպատակ է տալիս, ուղղություն է տալիս, հանի որտեղ, որ տանի խոստմունքի երկիր։ Ամեն, Աստված, որ քո կյանքը փոխել է, որ դու փրկվել ես, նպատակ կա, որ ոչ թե դու ապրես ոնց որ դու ուզում ես կամ առաջվա պես, կա նպատակ, որ դու հավիտենության կյանքին հասնես։ Բայց հետաքրքիր է, որ իրանք անցան այդ ճանապարհը անապատի միջով։ Անապատը դա մի տեղ է, որտեղ կարիճներն են, օձեր են, որտեղ ջուր չկա, որտեղ ցամաք է, որտեղ կանանչ չկա, որտեղ շատ ուժեղ շոք է։ Գիտեք, դա նման է մեր կյանքին, մինչև որ մենք հասնենք խոստմունքի երկրին, սիրելիներս։ Ու Աստված գերբնական ձևով ապահովում էր այդ ժողովրդին, ամեն ինչը տալիս էր։ Այսօր մենք որ փրկված ենք, մենք էլ ամեն բան ունենք։ Մենք ունենք Սուրբ Հոգին, մենք ունենք Աստծո խոսքը, մենք ունենք եկեղեցին, որտեղ ունենք ապահովություն։ Մենք ունենք ամեն բան։ Ինչ մենք պետք է անենք։ Հիմա մենք պետք է զբաղվենք մեր մտքի նորոգությամբ, որ մեր միտքը փոխվի, որ դու սկսես քո մասին մտածել այնպես, ինչպես որ Աստված է մտածում։ Ամեն։ Աստված ուզում այսօր քանդի սատանայի ստերը շատերի կյանքում, որ դու սիրված չես, որ դու սիրուն չես, որ դու արժանի չես, ինչ որ լավ բաժնին, ինչ որ լավ բանին։ Գիտեք, դա սատանայի սուտն է։ Ամեն, տգեղ մարդ գոյություն չունի։ Բոլոր մարդիկ յուրովի են, յուրահատուկ են, ու շատ լավ է, որ մենք մեկը մյուսի նման չենք։ Մենք բոլորս տարբեր ենք։ Ամեն, ու կարևորը, որ մենք բոլորս սիրված ենք Աստծո կողմից։ Աստված սիրում է։ Սիրել նշանակում է Աստված ընդունում է քեզ։ Այո, ընդունում է, գրկում է քեզ իր սիրո մեջ։ Բայց ինչպես սիրող ծնող խրատում է, հանդիմանում է, որ մենք դառնանք կատարյալ ու քայլենք ազատության մեջ, չքայլենք խփված վիճակով, այսպես խեղճացած վիճակով։ Աստված ունի մեզ համար ազատություն, որը գալիս է ճշմարտությունը ճանաչելու համար, ճշմարտությունը ճանաչելու յետևանքով։ Ամեն սիրելիներս։ Հիմա այս բաները շատ կարևոր է։ Մեզ ինչ է պետք, մեզ պետք է ինչպես հնազանդ որդիներ լինել, ընդունել Աստծո ճշմարտությունը եւ ինչպես է այդ փոփոխությունը տեղի ունենում մեր կյանքում։ Հիմա ես ասա այն կետին, որտեղ մեր յուրաքանչյուրից պահանջվում է պատասխանատվություն, որովհետև ազատությունը առանց պատասխանատվությանը չի լինում։ Դու չես կարող լավ բարձրագույն կրթություն ավարտել առանց սովորելու, առանց ջանք թափելու։ Դու չես կարող հասնել ինչ-որ հաջողությանը առանց ջանք անելու։ Մենակ Աստված գիտե այդ հաջողակ մարդիկ ցերեկ ու գիշեր ոնց են աշխատում, ինչից են իրան զրկում։ Որոշ մարդիկ էլ կողքից նայում են, ասում են, դե տես ինչ բախտավոր մարդ է։ Բոլորն էլ կարող են ունենալ հաջողություն, երբ վերցնեն պատասխանատվություն իրանց մտքի համար։ Ամեն, հիմա ինչ ենք մենք անում, մենք աշխատում ենք Աստծո խոսքի հետ, աշխատում ենք։ Աստծո խոսքը գեղեցկության համար չէ մեր տանը, տալիսմանի համար չէ։ Առաջ այդպիսի բան չկար, հիմա երբ այդպիսի բանը տպավորություն է, որ որոշ մարդիկ, աշխարհիկ մարդիկ անգամ անպայման ուզում են Աստվածաշունչը տունը լինի, որ ղսմաթը լինի, պաշտպանությունը լինի, հրեշտակները լինեն, հես լինի, այն լինի, հասկանում եք, չէ։ Ես մի օրինակ պատմեմ, ուրեմն մեր քույրիկների մեկի տղան, այսպես ինքը գնում գալիս է Ռուսաստան, մեկ էլ զանգեց, ասեց, մայրիկ, ոնց ես, ասեց, լավ եմ, ասեց, Աստվածաշունչը կարդացել ես, ասում հա, բալես, հա։ Ասում մայրիկ ջան, դու որ Աստվածաշունչը կարդացել ես, այնտեղ բան չես գտել։ Ասեց, ինչ, ասեց, դե գնա մի հատ նայի։
ու բռնվեց մայրիկը։ Տղան պարզվում է այնտեղ գումար ա դրել, գնացել Ռուսաստան, ու մայրիկը ասեց, ու ես սուտ դուրս եկա։ Հասկանում եք։ Աստվածաշունչը դա մեր կյանքի ուղեցույցն է։ Աստվածաշունչը դա հաց է մեր ամեն օրվա համար։ Մենք ասում ենք Տեր իմ Աստված դուր ինձ հաց ամեն օրվա համար։ Երևի շատ նկատի ունենք ֆիզիկական հացի, բայց հոգևորը արդեն կա, ասում է գնա վերցրու ու կեր։ Աստծո խոսքը դա խմելիք է մեզ համար, սիրելիներս։ Մենք պետք է ուղղակի վերցնենք անենք։ Բայց չգիտես ինչու, մենք շատ արդարացումներ ունենք, Աստված օրհնի իմ լեզուն։ Շատ արդարացումներ ունենք, ես զբաղված եմ, ես չեմ կարողանում, բայց հետաքրքիր է, որ այն բանը, որ մենք շատ ուզում ենք, մեզ ոչ մեկը չի կարող խանգարել, որ մենք հասնենք դրան, որ մենք անենք դրան, հետաքրքիր է։ Ուրեմն եկեք կարևորենք, արժեքավորենք Աստծո խոսքը մեզ համար։ Ամեն, կարևորենք դա, սիրելիներս։ Ու ես ձեզ բոլորիդ այսպես հորդորում եմ, որ դուք մի թղթի վրա ձեր այս տարվա, եթե դուք չեք գրել, գրեք ձեր նպատակները, ինչ եք դուք ուզում։ Մի գրեք մեքենա եմ ուզում, տուն եմ ուզում, ես եմ ուզում։ Առաջի տեղում ես հավատում եմ պիտի լինի քո հարաբերությունը Աստծո հետ։ Առաջի տեղում պիտի լինի քո հոգևոր կարգուկանոնը։ Ու նաև առաջի տեղում պիտի լինի քո մտքի այդ կարգուկանոնը։ Ես իմ այսօրվա խոսքը անվանել եմ գոտեպնդիր քո միտքը, գոտեպնդիր, զգաստ եղիր, զգուշ եղիր, ինչ ես դու մտածում, ինչ ես մտածում, հասկանում եք, եկեք մենք զբաղեցնենք մեր միտքը ու դա վարժություն է, գիտեք, զբաղեցնենք մեր միտքը ուղղակի Աստծո ճշմարտությունով, ասում են երբ նոր լեզու ես սովորում, որպեսզի քո լեզուն սովորի նոր այդ արտասանությանը դու պետք է նոր բառերը մի քանի անգամ կրկնես, ամեն։ Կան ստեղ մարդիկ, որ սովորում են նոր լեզուներ, կան, դե դուք արդեն վարպետ եք, դուք գիտեք շատ լեզուներ, շատ լավ է, բայց երբ գիտեք սա նույն սկզբունքն է, երբ դու սովորում ես մի նոր բան, մի անգամ լսեցիր, մոռացար, մի անգամ լսեցիր, մոռացար։ Ես զարմանում եմ, երբ ես մարդկանց ասում եմ, որ պետք է ներել, մարդիկ ասում են, չեմ կարող ներել, չէ, կներեք, երբ ասում եմ Աստծո խոսքը, անգիր արեք, ասում են, դե ես լավ հիշողություն չունեմ, ասում եմ, բայց ոնց է, որ դու միշտ հիշում ես, որ ինչ-որ մեկը քեզ վիրավորել է։ Ու մի քույրիկ ինձ օգնեց ու ասեց, մարդիկ հիշում են վիրավորանքները, որտև անդադ կրկնում են դրա մասին, որտև անդադ խոսում են դրա մասին, մտածում են, խոսում են, մտածում են, խոսում են, ինչ կլինի, որ մենք մեր կյանքը հեշտացնենք, ժողովուրդ ջան, եկեք մենք ներենք, այն մարդկանց, ովքեր մեր դեմ ինչ-որ բան ունեցել են, թե ունեն, եկեք մեր միտքը զբաղեցնենք Աստծո խոսքով, նորոգենք, եկեք մտածենք, խոսենք Աստծո խոսքը, եկեք բարձր կրկնենք Աստծո խոսքը, որ նա որ օրինակ, նա որ իմ մեջ է, ավելի մեծ է։ Այս վերջերս երբ ես դավանում եմ այդ խոսքը, հայտնություն եկավ, եթե Աստված իմ մեջ է ու նա մեծ է, ուրեմն նա մեծ է իմ սխալ մտքերից, նա մեծ է իմ վախերից, նա մեծ է իմ վաղվա օրվանից, նա մեծ է ամեն թշնամությունից, նա մեծ է ուրիշների կարծիքներից։ Ու երբ դու ճիշտը մտածում ես, դու տեսնում ես, ինչ խաղաղություն է լսնում քո սիրտը, ինչ ապահովություն է գալիս։ Գիտեք, մենք այս սկզբունքը պետք է հասկանանք, որ մեր միտքը դա թիրախ է թշնամու համար։ Քո միտքը շատ կարևոր է Աստծո համար։ Աստված գին է վճարել, որ քո միտքը լինի խաղաղ, որ քո միտքը լինի հանգիստ, ոչ թե դինջ ու պասիվ, այլ շատ խաղաղ ու հանգիստ, որ քո միտքդ վստահի Աստծուն, որ քո մտքիդ մեջ չար բան ոչ մեկի հանդեպ չլինի, որովհետև այն սերը, որ մեր մեջ ասում է, սերը չար բան չի մտածում, չար բան չի մտածում, ու պարզը չի էլ խոսում չար բան, ամեն,
Սիրելիներս, դուք տեսնում եք ինչքան գործ ունեք անելու։ Ամեն պարապ ժամանակ չունենք։ Պարապ ժամանակ, ստեղ ընդեղ, չգիտեմ, նայենք, կորցնենք մեր թանկ ժամանակը։ Աստծո խոսքը մեզ ասում է. եկեք գոտեպնդենք մեր միտքը։ Թույլ չտանք, որ վախը ներխուժի։ Դու ինքդ քեզ կարող ես ասել. ես վերցնում եմ իմ իշխանության բանալին, փակում եմ իմ մտքի դռները սատանայի համար։ Ես արգելում եմ վախին, ես արգելում եմ ատելությանը, արգելում եմ վիրավորանքներին, արգելում եմ արժեքազրկմանը։ Մենք շատերս անընդհատ դրա հարձակման տակ ենք։ Ամեն, բայց Աստված մեզ տվել է հաղթանակ, որ դու կառավարես քո միտքդ, որ դու մտածես այն, ինչ որ պետք է մտածել։ Ու գիտեք, ես էլ կարդամ ու մենք աղոթենք։ Փիլիպեցիս 4-րդ գլուխը։ Լավ։ Այնտեղ Պողոս առաքյալը այսպես ասում. այսուհետև եղբայրներ, մտածեք այն բանի մասին, որը ճշմարիտ է, որը մաքուր է, որը սուրբ է, որը արդար է, որը գեղեցիկ է, որը առաքինի է։ Դրա մասին մտածեք եւ այդպես արեք։ Այդպես մտածեք եւ այդպես արեք։ Դուք գիտեք, ես տարիներ շարունակ Փիլիպեցիս 4:8-ը գրել եմ թղթի վրա եւ մի սենյակում եմ գրել, որտեղ ամեն օր մի քանի անգամ մտնում հելնում ես։ Ու որ քո աչքերը անդադ նայի։ Ես ինքս ինձ օգնում էի, որպեսզի իմ միտքը կենտրոնանա դրա վրա։ Գիտես, դու ունես իշխանություն քո միտքդ հսկել, քո միտքդ գոտեպնդել ու ասել. այսուհետև ես մտածում եմ այն, ինչ որ ճիշտ է։ Աստված ինձ հետ է, Աստված ներել է իմ մեղքերը, Աստված ինձ տվել է իր արդարությունը։ Այո, ես երբեմն սայթակում եմ, բայց Աստված ինձ ներում բարձրացնում է։ Իմ Աստված ասում է արդարը, որ սայթակի ընկնի 7 անգամ էլ չպիտի ընկնի, որտեղ ես իրան պիտի այսպես բռնեմ։ Օդին պիտի բռնեմ, որ ինքը չընկնի, չխայտարակվի։ Գիտեք, եթե մենք մեզանից մեկը մտածում է, որ քրիստոնեական կյանքը ոնց է, որ ամեն ինչ այսպես կատարյալ, ամեն ինչ ոչ։ Մենք ռեալ մարդիկ ենք։ Պահալինում հիասթափվում ես, պահալինում նեղվում ես, պահալինում չես կարողանում քնել ամեն տեսակի, բայց մենք մի բանալի ունենք, Աստծո խոսքը, որտեղ մենք ունենք ապահովություն, որը ինքը Քրիստոսն է, որ ասում ենք Տեր, շնորհակալ եմ, որ դու ունես լավագույնը ինձ համար։ Շատ եմ սիրում Դավիթի ասածը, որ ասում է, ես Տիրոջը դրի իմ աչքի առաջ։ Տիրոջը, դրա համար չեմ սասանվի։ Եկեք Տիրոջը դնենք մեր աչքի առաջ։ Տիրոջը, որտեղ երբ դու Տիրոջը դնես, դու երբեք չես վախենա, չես սարսափի, չես տատանվի, չես կասկածի։ Ամեն Տիրոջ աչքերի մեջ կա կատարյալ սեր, անպայմանական սեր, ոնց Աստված մեզ սիրում։ Սատանան մեր հայացքը միշտ ուղղում է մեր թերությունների վրա։ Այո, մենք ունենք թերություններ, բայց Աստծո սերը մեզ տեսնում է կատարյալ, ու մենք էլ իրար տեսնենք կատարյալ, ամեն։ Ու այսօրվա խոսքը գոտեպնդիր քո միտքը։ Տես ինչ ես դու մտածում, ոնց ես մտածում, դրականը մտածի, ամեն։ Երբ մենք փոխենք մեր մտածելակերպը, Աստծո խոսքի համաձայն դարձնենք, այն ժամանակ, սիրելիներս, մեր կյանքը կփոխվի, մեր խոսելու ձևը կփոխվի, ամեն, մեր դեմքի արտահայտությունը կփոխվի, ու դու կքայլես ինչպես հաղթող այս երկրի վրա, ամեն։ Եկեք մենք բարձրանանք ու վերցնենք իշխանությունը մեր ձեռքերի մեջ։ Հալելույա։ Հալելույա, հալելույա, Հայր, քորամաշքելերը մենիա։ Գիտեք, ազատությունը գալիս այն ժամանակ, երբ դու ընդունում ես, ինչից պիտի հրաժարվես, որովհետև շատ կարևոր է, որ դու իշխանությունը վերցնես քո ձեռքերի մեջ, ամեն։ Թույլ չտաս, որ քո միտքդ այսպես գնացող եկող լինի։ Պարապ, ասում են պարապ միտքը շատ լավ հող է
սատանայի համար։ Մեր միտքը Հիսուսին է պատկանում։ Հիսուսին է պատկանում, ամեն, հալելույա։ Եկեք մի քանի վայրկյան ուղղակի կանգնենք Տիրոջ ներկայության մեջ։ Հայր, մենք շնորհակալ ենք քո ներկայության համար, քո հեղինակավոր ներկայության համար այստեղ։ Մենք շնորհակալ ենք, որ դու օգնում ես մեզ ճանաչել ճշմարտությունը, որը մեզ ազատ կանի։ Հայր Հիսուս Քրիստոսի անունով ուղղակի դիպչիր ամեն մեկիս։ Թող ամեն մի ճնշումը, դիվային ճնշումը մարդկանց մտքերի վրայից վախի տեսքով, դիվային հսկողության տեսքով, այդ կպչուն մտքերի տեսքով, անհավատության, արժեքազրկման, Հիսուս Քրիստոսի անունով մենք մերժում ենք այդ ամեն երևույթները ու մենք ասում ենք քեզ բաց թող Հիսուս Քրիստոսի անունով, բաց թող։ Հայր, շնորհակալ ենք քեզանից, շնորհակալ ենք քո հեղինակության համար այս վայրում, շնորհակալ ենք Տեր, ամեն մի անքնությունը մարդկանց կյանքերի վրայից թող լինի քանդված Հիսուսի անունով, ամեն մի պարալիզացված այդ գիշերային երևույթները, թե երեխաների, թե մեծերի կյանքում, թող լինի քանդված Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ու դրա ետևում կանգնած դևերին հենց հիմա ես հրամայում եմ, որ բաց թողնեն մարդկանց Հիսուս Քրիստոսի անունով։ Վախի ազդեցությունը, որը եկել է ինչ որ ստրեսի միջոցով, ինչ որ վատ լուրի միջոցով, ինչ որ բացասական երևույթների միջոցով, Հիսուսի անունով դու վախի ոգի, մենք մերժում ենք քեզ, ասա ես մերժում եմ քեզ, Հիսուսի անունով ես հրաժարվում եմ քեզանից, բաց թող իմ կյանքը, Հիսուսի անունով։ Հայր Աստված, մենք հետ ենք վերցնում մեր միտքը թշնամու ձեռքից ու մենք որոշում ենք մտածել այն, ինչ որ քո խոսքն ասում եւ մենք հրաժարվում ենք մտածել այն, ինչ որ քո խոսքին հակառակ է։ Հիսուս Քրիստոսի անունով ամեն կախարդություն սխալ խոսքերի միջոցով, որ մարդիկ ասել են իրանց կյանքի վրա, ամեն մի կախարդություն Հիսուսի անունով թող լինի քանդված։ Ասա ինձ հետ միասին, Հայր, ես ներողություն եմ խնդրում ամեն մի սխալ խոսքի մասին, որ ես ասել եմ իմ մասին, որ ասել եմ ուրիշի մասին, ներիր ինձ ու ազատիր ինձ։ Շնորհակալ ենք քեզանից, Հայր, շնորհակալ ենք քեզանից, շնորհակալ ենք, թանկագին Սուրբ Հոգի, դու ներգործիր ամենի կյանքի մեջ, Տեր։ Ամեն մի դիվային ազդեցությունը, որը գողանում է մարդկանց ուշադրությունը, որը գողանում է մարդկանց կենտրոնացումը եւ դարձնում է միտքը пассив եւ ծույլ, Հիսուսի անունով ուղղակի հակառակվում ենք դրան, խափանում ենք այդ ազդեցությունը Հիսուս Քրիստոսի անունով ու հրճակում ենք պաշտպանություն ամեն մեկի մտքի վրա, հրճակում ենք կարգ ու կանոն ու գերբնական պաշտպանություն ամեն մեկի մտքի վրա, անբնական տխրություն, անբնական տխրության ոգի Հիսուսի անունով խափանում ենք քեզ մարդկանց կյանքերի ազդեցության մեջ Հիսուսի անունով ու հրճակում ենք ազատություն ամեն տխրությունից ու հրճակում ենք ուրախություն, որը երկնքից է գալիս, երկնային ուրախություն ամեն մեկի կյանքի համար Հիսուս Քրիստոսի անունով։ Տերեմ Աստված, աղոթում ենք նաև մարդկանց մարմինների բժշկության համար։ Ամեն մարդը, Տեր, ով որ այստեղ ինչ որ տկարություն ունի, Հիսուսի անունով դու տկարության ոգի բաց թող մարդկանց մարմինները, բաց թող մարդկանց մարմինները Հիսուսի անունով։ Եվ նաև Տեր, տրտունջի ոգուն ես արգելում եմ մեր ամեն մեկի կյանքում Հիսուսի անունով, ամեն մի դժգոհություն, ամեն մի տրտունջ
Հիսուսի անունով հեռացիր մեր կյանքից, հեռացիր, դու տեղ չունես ոչ մեր մտքում, ոչ մեր շրթունքներում, Հիսուս Քրիստոսի անունով։ Մենք ամեն ժամանակ շնորհակալ ենք ու գոհանում ենք Աստվածանից։ Շնորհակալ ենք Հայր Հիսուս Քրիստոսի անունով, քո հաղթանակի համար, քո հաղթանակի համար, փոփոխության համար, Հիսուսի անունով։ Շնորհակալություն քեզ։ Եվ բոլոր Աստծո ժողովուրդը ասեց.